Ինչպես էր Արագիլն ուզում ամուսնանալ ձկնկուլի հետ։ Լատիշական հեքիաթ։ Ճահճի ափին ապրում էր մի արագիլ, իսկ մյուս ափին ապրում էր ձկնկուլը։ Մտածում է արագիլը, որ տխուր է մենակ ապրելը, և որոշում է գնալ ձկնկուլի մոտ և խնդրել, որ նա իր կինը դառնա։ Մի 7 վերստ ճանապարհ է կտրում նա։ Գալիս է ձկնկուլի բնի մոտ ու ասում. «Տանտիրուհին տանն է»։ «Տանտիրուհին տանն է, իսկ դու ինչու ես եկել»։ Պատասխանում է ձկնկուլը։ «Ուզում եմ ամուսնանալ, ինձ կառնե՞ս»։ Ձկնկուլը պատասխանում է. «Դե քո ոտքերը ինչ-որ շատ են երկար, իսկ շալվարդ կարճ է ու մի կարգին էլ չես կարողանում վազել։ Չէ, չեմ ուզում քեզ, դու չես կարողանա կերակրել ինձ»։ Խոր հոգոց է հանում արագիլը, տխուր վերադառնում է տուն։ Նոր էր նա գնացել, երբ ձկնկուլը սկսում է մտածել, թե իրոք մենակ ապրելը տխուր է։ Իզուր մերժեց արագիլին։ Մյուս օրը ինքն է գնում արագիլի մոտ և ասում. «Արագիլ աղավնյակս, ամուսնացիր ինձ հետ, եթե դեմ չես, ես կդառնամ քո կինը»։ Չէ, պատասխանում է արագիլը, էլ չեմ ուզում ամուսնանալ։ Շատ է համոզում նրան ձկնկուլը ամուսնանալ, շատ է համոզում, բայց արագիլը մնում է իր ասածին։ Եվ ձկնկուլը տխուր տրտում ետ է գալիս իր տունը։ Բայց հենց որ ձկնկուլը գնում է, արագիլը զղջում է, որ մերժեց նրան, և որոշում է նորից գնալ ու խնդրել, որ իր կինը դառնա։ Ահա նա գալիս է ձկնկուլի մոտ և ասում. «Ձկնկուլիկս, ես ամուսնանում եմ քեզ հետ»։ Ձկնկուլը պատասխանում է. «Ոչ, արագիլիկս, Աստված քեզ հետ, ամուսնանալ էլ չեմ ուզում, դու ինձ խայտառակ արեցիր, չէ, ես չեմ լինի քո կինը»։ Տխրում է արագիլը և նորից վերադառնում է տուն։ Հեռանում է արագիլը, իսկ ձկնկուլը դարձյալ ափսոսում է, որ մերժել է, ու նորից գնում է արագիլի մոտ։ «Ամուսնացիր ինձ հետ, լավ, ուզում եմ քո կինը լինել»։ Իսկ արագիլը արդեն չէր ուզում ամուսնանալ։ Այդպես էլ մինչև հիմա նրանք ճահճի վրայով գնում են իրար մոտ և ոչ մի կերպ չեն կարողանում ամուսնանալ։